կփոխվեք Եղոյանի հետ։ Պարոն Եղոյան, կփոխվեք տեղերով պարոն Մինասյանի հետ։ Ինքը նաև խմբակցության անունից ելույթ ունի։ Խնդիր չկա։ Չար նախանձ էլի։ Պարոն Խաչատրյան, դուք ինչի մտակ ես խոսակցության մեջ։ Խնդրեմ պարոն Ալեքսանյան, համեցեք։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծագույն նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի Հայաստան դաշինք։ Հարգելի գործընկերներ, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եկեք, ձեզ ասել են դուք դուրս եկեք քաղաքականությունից։ Խեմ ես հարց տալիս, որտեվ իմ մոտ այդպես տպավորություն է առնվազն, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ հրահանգել են, ասել են դուք դուրս եկեք քաղաքականությունից, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը, ըստ երևույթին գնահատելով ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շատ ցածր շանսերը, որովհետև առնվազն ձեր քաղաքական պասիվությունը տեղից մի ընդհատեք։ Առավել եւս ուրեմն մի խոսեք տեղից, երբ որ ես այստեղից խոսում եմ, խոսելու բան ունեք, գնացեք ուրիշ տեղերից։ Ես կորոշեմ ինչի մասին եմ խոսում։ Դուք չեք կարող որոշեք, ես ինչի մասին նախազգուշացում ձեզ։ Կգնաք Ռոբերտ Քոչյանին, կասեք ինչի մասին ինքը խոսա։ Պարոն Ալեքսանյանի րոպեները վերականգնեք, խնդրում եմ։ Նորից, խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իմ մոտ տպավորություն դուք դուրս եք եկել քաղաքականությունից։ Եթե դուք դուրս չեք եկել քաղաքականությունից, ասեք դրա մասին մենք իմանանք, որովհետև ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու ձեր շանսերը շատ ցածր են, ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են դուք քաղաքականությունից դուրս եկեք, մի խոսեք, մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգն եք իջացնում, ձեր փոխարեն հիմա ձեր մյուս թևը պետք է զբաղվի քաղաքականությամբ ռուս օլիգարխի կուսակցությունը, ռուսական օլիգարխի կուսակցությունը։ Եթե այդպես է, ասեք իմանանք, եթե այդպես չի, էլի ասեք իմանանք, բայց բոլոր փաստերը առնվազն տանում են նրան, որ այդպես է եղել, այդպիսի որոշում է կայացվել, ձեզ էլ ասվել է, դե դուք էլ կատարող մարդիկ չեք կարող չկատարել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արծվիկ Մինասյան, համեցեք։ Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ ելույթը ընդամենը եւս մեկ անգամ հաստեց, որ իշխանությունը այնքան տագնապած է, որ խոսում է քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող ուժի մասին, Հայաստան դաշինքի մասին, եւ խոսում է այսպես կոչվածի պեր հրահանգավորման մասին, ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, մեծամասնությունն է, եւ շարժվում է մեկ անձի հրահանգով, եւ այն էլ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի հրահանգով, եւ այսօրվա հենց նախագիծն էլ դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաեւ Տիկին Ջուլակյանին ուզում եմ անդրադառնալ ֆրակցիայի ելույթով, այդ ֆրակցիայի դիրքորոշումը կասեմ։ Տիկին Ջուլակյան, դուք կամայականորեն նորից մեկնաբանեցիք Վենետիկի եւ Ժմիկի մոտեցումները, ընդ որում ասեմ, որ սրանք նաեւ միջազգային Հայաստանի կողմից ընդունված միջազգային պարտավորությունների շրջանակում են։ Ձեր բերված օրինակը ընդամենը օրինակներից է, բայց ոչ ընտրական գործընթացի կարևորագույն տարերը ամբողջությամբ, որովհետեւ դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկզբունքային կարգավորվող համակարգերից մեկը։ Բացի դա, քիչ առաջ տեղ ունեցավ նաև խորհրդի նիստ, որտեղ ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը անկախ ամեն ինչից, առհամարելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի զորով, այսպես ասած, այս նախաձեռնությունն առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Բովանդակության մեր ֆրակցիայի ելույթի մասին կանդրադառնամ արդեն ֆրակցիայի ելույթում։ Կարճ ասած ռեժիմը խոճապի մեջ է, էլի։ Համեցեք, պարոն Եղոյան։ Ռեժիմի անունից կխոսի Արման Եղոյան, համեցեք։ Շնորհակալություն, նախ ես ուզում տեղյակ պահել մեր հայրենակիցներին, որ այս 4.5 տարվա մեջ այսօր մենք երևի թե 3-րդ կամ 4-րդ անգամն է, որ խորհրդի նիստում տեսանք խորհրդի ընդդիմադիր անդամներին, այսինքն տեսանք ֆիզիկապես էլի, որտեղ սովորաբար չեն գալիս իրենք խորհրդի նիստերին, սա ուղղակի գիտություն եւ իրենց ընտրողներին եւ
ընդհանրապես բոլոր ընտրողներին։ Երկրորդ, պարոն Մինասյան, դուք դիտորդական կազմակերպություն ունեք։ Դուք ներկայացնում եք դիտորդական կազմակերպություն։ Որևէ դիտորդական կազմակերպություն ձեզ ներկայացնում է։ Չէ։ Այս հարցի ճիշտ պատասխանը պիտի լինի չէ։ Բայց ինչ խնդիր կա։ Ինչ խնդիր կա։ Քննարկում ենք բովանդակային հարց։ Եկեք մի տարի առաջ, կես տարի առաջ Ժմիգը սենց ասեց, Վենետիկի հանձնաժողովը նենց ասեց։ Եթե փոփոխությունը վատն է, եկեք ասեք վատ փոփոխություն է։ Թե լավն է, ասեք լավ փոփոխություն է։ Դուք այստեղ, այսինքն, իսկ եթե դուք ունեք դիտորդական կազմակերպություն կամ այդպիսի ներկայացող քաղաքական հասարակական կազմակերպություն, որը մտնում է ընտրատեղամասերում եւ քաղաքական քարոզչություն անում կամ խանգարում է կամ այսօր տենց էլ ասեք։ Եթե չէ, դուք քաղաքական ու չեք, դուք ինչ գործ ունեք դիտորդական կազմակերպության տեղը խոսակ կամ նրանց ձայնը այստեղ բարձրացնեք։ Այսքան եթե ունեք, տենց էլ ասեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Մինասյան, խմբակցության անունից ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը, համեցեք։ Իրանց խմբակցության անունից։ Տիկին, պարոն Եղոյան, ներողություն, այդ տրամաբանությամբ դուք էլ չպետք է խոսեք ստե դիտորդների մասին, հա, որովհետև դուք ինչ կապ ունեք, ուրեմն դիտորդները պետք է իրանց մասին խոսեն, վստահված անձինք իրանց մասին պետք է խոսեն, հա, մենակ։ Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղ ունեցավ խորհրդի նիստը, որտեղ մենք փորձեցինք կանխել այս հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքը, չհաջողվեց, առաջարկություն ներկայացրեցինք նույնիսկ հետաձգելու, որպեսզի թե միջազգային ներկայացուցիչների ներգրավում, թե դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման եւ նաեւ հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ եւ դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք եւ ոչ միայն մերժում, այլ 1 ժամի շրջանակներում մեծամասնությունը որոշել է, որ պետք է էսի անցկացնի։ Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու եւ ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված։ Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է։ Մենք նաեւ միջազգայինների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ, տեղական դիտորդական կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ։ Մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը եւ հետեւաբար Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու եւ հայտարարում է, որ սա հերթական, հակապետական, հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքն է։ Չի կարող այս ազգային ժողովը այս կարճ ժամանակահատվածում նման վարքագծով իրականացնի այդ փոփոխությունը առանց, նորից եմ կրկնում, պատշաճ քննարկումների։ Հետևաբար մենք չենք մասնակցում այս քննարկմանը։ Շնորհակալություն։ Իդեպ տեղեկացնեմ, որ այդ չմասնակցելու հետ կապված ես խոստացել էի, որ պետք է բացակաները ներկայացնեմ, ասեմ, որ ազգային ժողովի գումարումից էսկոմ 4 տարվա, 4.5 տարվա ընթացքում ունեցել են 244 նիստ եւ օրինակ պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելարական բացակայությունն է։ Շնորհավորում ենք 244 նիստից մնացածինը կհրապարակեմ, ճիշտ է մնաց պատվերով ամեր չի կհրապարակեմ, կնայեք 48, 40 բացականեր, այո, բոլորը լավն են բացակայության առումով, խմբակցության քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավարը Հայկ Կոնջորյանը, համեցեք։ Սա լավագույնս ցուցադրում է Հայաստան բանը Արծվիկ Մինասյանն ասում էր դուք խոսում եք մի քաղաքական ուժի, ծանրակշիռ քաղաքական ուժի մասին, քաղաքական դաշտի, հեսա ձեր ծանրակշռությունը։ Հիմա ձեր կշիռը այս աթոռների վրա մի քանի վայրկյան առաջ եւ հիմա կտրուկ տարբերվում է։ Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել։ Քաղաքական դաշտում դուք ձեր կշիռը ոնց եք պահելու։ Սա ինչի մասին է խոսում։ Մի քանի օր առաջ իրանք ինչ էին ասում էին բան եկել էին քննիչ հանձնաժողովից էին խոսում։ Նույն բանն է, քննիչ հանձնաժողովին չեն մասնակցել աշխատանքներին։ Հետո եկել են, ասում են քննիչ հանձնաժողովի զեկույցը բա ուր է։ Հիմա եկել են այստեղ կամ խորհրդի նիստին։ Այս հարցի քննարկման վերաբերյալ, հարցի վերաբերյալ բովանդակային
դատողություններ են անում, բայց հարցի բովանդակային քննարկմանը չեն մասնակցում։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է այն բանի մասին, որ իրանք հիանալի գիտեն Հայաստան խմբակցությունը, պատիվում է դեպ այստեղ խիզախաբար մարդիկ մնացել են իհարկե գնալու են, ոչ չեն գալու այստեղ հարցեր տանի դեպ, որովհետև իրանք խմբակցությունից բան է, դիտորդական առաքելությունից ենք խոսում, եթե ճիշտ եմ հիշում, պատիվում են դաշինքի ներկայացուցիչներն են, չէ՞, ընտրակաշառքի վրա բռնվել էին, նաև դատանի օրինական ուժի մեջ մտած վճռել կա։ Իմ համար պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը նույնն է, այսինքն խոսքը ընդդիմության մասին է, նույն մարդկանց մասին է։ Եկել են դիտորդական առաքելությունից են խոսում, բայց իրանք ընդդիմություն լինելով ընտրակաշառքի վրա բռնվել են, դատանի օրինական վճռել կա։ Դրա համար էլ չեն մասնակցում բովանդակային քննարկմանը, որովհետեւ որ մասնակցեին, այս փաստարկները լսելու էին, չէ՞, այս փաստարկները երևալու էր, չէ՞։ Դրա համար էլ թողեցին գնացին։ Սա իրենց համար բնականաբար լավագույն սեփական գործունեության ամենավառ ապացույցն է, որ գալիս են խորհրդի նիստին փակ առանց տեսախցիկների խորհրդի նիստին բան են անում, սուր են ճոճում, հետո այստեղ բան, էլի նույն խիզախությամբ սուրը դնում են պատյանում եւ վազելով փախնում են։ Հեսա դուք եք էսեք։ Շնորհակալություն։ Քվեարկությանը դրվում 2026 թվականի հունվարի 23-ին ժամը 11-ին գումարված Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 63 դեմ 4 ձեռնպազրով որոշում ընդունվել է վարման կարգով Հայկ Մամիջանյան համեցեք։ Արձագանքելով Կոնջերյանի ասացին, ես չգիտեմ ձեր համար այս կամ այն կուսակցությունը կամ քաղաքական ուժը ովը նույնը չի, բայց Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության համար ձեր ասածները ու Հայաստանի թշնամիների ասածները իդենտիկ նույնն են ու որպես կանոն բովանդակությամբ համընկնում են։ Խիզախությունից էլ լավ կլինի չխոսակ երբեք։ Շնորհակալություն վարման կարգով Հայկ Կոնջերյան համեցեք։ Ես նախ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դուք ելույթ ունեցաք թեկուզ եւ այդտեղից, առաջարկում եմ մնալ եւ մասնակցել հարցի քննարկմանը եւ դրանով ապացուցել, որ ձեր խմբակցությունը առնվազն ավելի մեծ քաղաքական կշիռ ունի, քան թե Հայաստան խմբակցությունը։ Շնորհակալություն ձեր ելույթի համար։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Արուսակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Լիլիթ Մինասյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Արուսակ Ջուլհակյան համեցեք Տիկին Ջուլհակյան։